Կարեն Վարդանյանի սպանության կասկածյալները հայտնաբերված են ոստիկանության կազմակերպված հանցագործության դեմ պայքարի և քրեական հետախուզության գլխավոր վարչությունների, ոստիկանության Երևան քաղաքի վարչության, քննչական կոմիտեի, Մալաթիա Սեբաստիա քննչական բաժնի աշխատակիցները իրականացրել են ստացված օպերատիվ տվյալներն ու բերման են ենթարկել Գևորգ Զոհրաբյանին և Արթուր Միհրանյանին։ Ոստիկանները Կարեն Վարդանյանի դին սպանությունից 2 շաբաթ անց հայտնաբերել են Սիսակյան փողոցում գտնվող ավտոտնակի մեջ։ Ավտոտնակի սեփականատերը գլխավոր կասկածյալ Գևորգ Զոհրաբյանն է, որն ի դեպ Կարենի հարևանն էր։ Կարենը հասարակական գործիչ էր, իրազեկ քաղաքացիների միավորում հասարակական կազմակերպության փորձագետ, գիտնականների հայկական ասոցիացիայի անդամ։ Նրա անհետանալու մասին առաջինը սոցցանցերում գրեցին։ Նա մարտի 17-ին ընկերներին հայտնել էր, որ 1 շաբաթով գնում է Դուբայ գործուղման։ 2 օր անց մարտի 19-ին նրա էջում հայտնվեց գրառում, որ հասել է ու ամեն ինչ նորմալ է։ Դրանից հետո ոչ մի տեղեկություն, հետո ընկերները պարզել են, գրառումն արվել էր Հայաստանից։ Փորձել ենք գրել, փորձել ենք զանգահարել, մտածում ենք, որ երևի ռոմինգի հետ խնդիր ունի, ինտերնետի հետ խնդիր ունի, դրա համար լուրջ մտահոգություններ չէին առաջանում։ Կարենն ընկերներին չէր պատմել, որ բիզնես սկսելու համար ուզում էր բնակարանը գրավ դնել ու վարկ վերցնել։ Գիտեր ընկերները դա թույլ չէին տա։ Նաև չէր պատմել այն մասին, որ սեպտեմբերին իր բնակարանը գրանցել էր հարևանի անունով 300,000 դրամի ԴԱՀԿ կալանքը բնակարանի վրա չտարածվելու համար։ Կարենն ապրում էր ընկերոջ հետ։ Նրա անհետանալու մասին կասկածները սկսեցին, երբ նրա բացակայության ժամանակ Կարենի հարևանը պահանջեց ազատել բնակարանը։ Եկավ Կարենի հարևանը եւ ասաց, որ Կարենը պետք է բնակարան եւ որ ինքը պետք է բնակարանից դուրս գա, քանի որ Կարենը բնակարանը արդեն վերավաճառել է եւ այլն։ Այդտեղ արդեն ինչ-որ բան կասկածելի էր։ Լուրջ մտահոգությունները սկսեցին այն ժամանակ, երբ սպասում ենք, որ Կարենը պետք է արդեն Դուբայից վերադարձած լինի, բայց նա չվերադարձավ։ Դանիելը չի բացառում, որ սպանությունը կատարվել է խարդախության հետքերը թաքցնելու համար։ Գևորգ Զոհրաբյանը նախ մտերմացել էր Կարենի հետ, հետո համոզել, համագործակցել ու բիզնես սկսել։ Շատ միամիտ մարդ էր, շատ ազնիվ մարդ, չափազանց ազնիվ էր բիզնեսով զբաղվելու համար։ Մենք դա գիտենք, մենք փորձենք իրեն հեռու պահել բիզնեսից, դրա համար ինքը մեզ չէր պատմում իր այդ պլանների մասին։ Հանցագործությունը բացահայտելու համար ստեղծվել են մի քանի օպերատիվ խմբեր։ Դին հայտնաբերելուց հետո անցկացվել է դատաբժշկական քննություն։ Դատաբժիշկը պարզել է, որ Կարենի գլխի հատվածում հարվածի հետքեր կան, իսկ բերանի մեջ կտոր է հայտնաբերվել։ Հարցաքննության ժամանակ 23-ամյա Գևորգ Զոհրաբյանը ոստիկաններին հայտնել է, որ մարտի 17-ին ինքը իր մեքենայով Արթուրի և Կարենի հետ մեկնել են Վրաստան, սակայն ճանապարհին Գեղարքունիքի մարզի Սևանի հատվածում սպանել է Կարենին։ Արթուրի հետ վերադարձել են Սիսակյան փողոց ու ավտոտնակում թաղել դին։ Հաստով քննչական կոմիտեի Մալաթիա Սեբաստիա քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ։ Գևորգ Զոհրաբյանն ու Արթուր Միհրանյանը ձերբակալվել են։ Գրիգոր Հարությունյան, Գագիկ Շամչյան, Նարեկ Եղիազարյան, Կարեն Թադևոսյան, այսօր։